Ուսման վայրը նախկին էլեկտրատեխնիկական գործարան, վերջնական հանգրմանը Գյումրու երիտասարդական պալատ։ Գյումրեցի որմնանկարիչ Ռաֆայել Աթոյանի ջահացի ճանապարհին որմնանկարն ամրակայվել, վերականգնվել ու նոր վայրում տեղադրվել է 2014-15 թվականների ընթացքում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում։ On behalf of the U.S. Embassy, Երկրաշարժից հետո փլուզված կամ կիսական չինություններում գտնվող որմնանկարները հայտնվեցին անմխիթար վիճակում, կարևորելով արվեստի այս բնագավառում մտահոգվելով որմնանկարների պահպանության հարցով, սկսած 2007 թվականից մշակույթի նախարարությունը նախաձեռնել է որմնանկարների վերականգնման ու պահպանությանն ուղղված ծրագիր, ասում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ ծրագիրն իրականացվել է պետություն մասնավոր հատված կամ պետություն միջազգային կառույց համագործակցության ձևաչափով։ Արդյունքում վերականգնվել է ընդհանուր թվով 11 որմնանկար։ Հիշում եք, որ առաջին որմնանկարը տեղափոխվեց Աճեմյանի թատրոն, որից հետո երկարաժամկետ այսպես լռություններ ընդհանուր տնտեսական վիճակից ելնելով կարծես թե խնդիրը լուծում չէր ստանում, բայց փառք Աստծո, որ 2007 թվականից գործընթացը գնաց, ժամանակի մեջ ըստ էության այդ վթարված տարածքներից այդ որմնանկարները տեղափոխվեցին, շատ կարևոր է, որ վերականգնված որմնանկարները գտնվում են նաև համայնքներում, Վարամաբերդի մշակույթի տանը, Ազատանում, Գյումրի քաղաքապետարանում և այս գործընթացները չէր կարող պետությունը իրականացնել, եթե չլիներ պետություն մասնավոր համագործակցությունը։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նկատեց, որ նման ծրագրերի իրագործման շնորհիվ հանրապետության մարզերում կխթանվի նաև զբոսաշրջությունը։ Հայաստանի տարբեր համայնքներում պատմամշակութային ժառանգության բազում նմուշներ կան։ Մենք լիահույս ենք, որ զբոսաշրջիկները հետայսու չեն սահմանափակվի միայն մայրաքաղաքով և այս տեսակ պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով նաև մարզեր կայցելեն, ասում է դեսպանը։
ինքը չկա, բայց իր որմնանկարը այսօր ուրախացրեց բոլորիս եւ շատ գեղեցիկ տեսք տվեց հենց այս շենքում, որը բնականաբար շատ ակտիվություն է ունենալու երիտասարդների հետ կապված։ Ջրաղացի ճանապարհին, որ նա նկարի վերականգնումն ու տեղափոխումը իրականացվել է Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամի միջոցով։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մշակույթի նախարարի ներկայությամբ բարձրացրեց քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղ գտած Մինաս Ավետիսյանի հայկական հովերգություն որմնանկարը վերջնականապես վերականգնելու խնդիրը։ Որմնանկարը չկա, վերականգնեք, բայց տեսակ նախարարի մոտ ասեցի, որպեսզի հետո ուրիշ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի շրջանակներում մրցութային հիմունքներով ընտրվելով կֆինանսավորվի ևս մեկ որմնանկարի վերականգնման ծրագիր։ Կվերականգնվի Հակոբ Հակոբյանի Սարերում կտվորներ որմնանկարը, որը կամրակայվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մասնաշենքում։ Ալլա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։